Պայմանագիրը խախտված է։ Ու էլի զայրացրել են, զայրանալով անգամ հանրահայտ Մուրադին գերազանցած վարչապետին։ Դիպլոմներ տոննաներով, ֆուրերով դիպլոմներ։ Վարչապետը դժգոհ է Հայաստանի քաղաքացիների կրթության շարունակականության մասին պատկերացումներից։ Մենք հասկանում ենք, որ 0 դասարանում շնչում ես, ակադեմիկոսի կարգավիճակում արտաշնչում ես։ Վարչապետը դժգոհ է Հայաստանի քաղաքացիների կամավորությունը կրթվելու միջոց չհամարելուց։ Այդ որ ծնող կթողի երեխեք ոնց անվճար գնաք աշխատեք, ինչ որ մեկի համար քոծություն անեք, ոնց կարելի է այդպես բան անել։ Պետությունը միլիարդներ է տվել, որ հայ երիտասարդները աշխարհի լավագույն բուհերում սովորեն, վերադառնան, երկրին օգտակար լինեն։ Գնում են հետ չեն գալիս։ Ըստ գործադիրի վիճակագրության լույս հիմնադրամից ֆինանսավորված ուսանողների 80, Իմ քայլը հիմնադրամի 40%-ը հետ չեն եկել։ Ստացվում է, որ կրթության ֆինանսավորման ներքո մենք արտագաղթ ենք ֆինանսավորում։ Տանջում է այս վիճակագրությունը Հայաստանի վարչապետին։ Մեզ վաղուց է տանջում։ Հետո ինչ, որ փողն իր գրպանից չի տվել, քաղաքացու հարկերի հաշվին քաղաքացուն կրթվելու է ուղարկում։ Իրենց պարգևավճարի փողն է պակասում։ Ես չեմ հիշում, որ սենց բանով, տենց ժպիտով ոգևորված մեր արած որևէ ծրագիր իր նպատակին ծառայի։ Ցեցը գցում եմ մեջ հենց առաջ հենց այս դալիճից դուրս է գալիս, ցեցը անգնում ու սկսում են քրքրել։ Այդ ցեցերի վերջը տալու տարբերակ է մտածել վարչապետը։ Ոչ թող իմանան նրանք, ովքեր ուզում են պետության հաշվին արտասահմանի լավագույն բուհերում սովորել։ Շանհայի ռեյտինգավորման համակարգում առաջին 65 բուհերը բակալավրիատի դեպքում եւ առաջին 75 բուհերը մագիստրատուրայի դեպքում Հայաստանի կառավարությունը մասնավոր ընկերություններին ասում է, արդեն դուք կորոշեք, թե ձեր որ աշխատակիցն է արժանի սովորել Շանհայի ռեյտինգային համակարգի բուհերից որևէ մեկում։ Կտակ նրա կրթաթոշակի 50%-ը, իսկ պետությունն ուղղակի կկիսի ձեր այդ հոգսը, առավելագույնը 10 միլիոն դրամով։ Ամեն ակադեմիական տարում 10 միլիոն դրամն է առավելագույնը։ Բայց թող չոգևորվի մասնավորը։ Ֆաբրիկա զվյոզդը չստեղծել։ Թե կարող է ֆաբրիկա զվյոզդ ստեղծել։ Եմ ասում, եթե Կառավարության ծրագիրը միջոց դարձնել դրսում սովորելու անվան տակ տղաներին բանակից ազատելու համար։ Վերջին 5 տարում առնվազն 100 աշխատող ունեցող կազմակերպությունները կարող են դիմել։ Պահանջները խիստ են։ Եթե ֆինանսավորված ուսանողը ընդհատի ուսումը, նրան կրթվելու ուղարկած ընկերությունը պետք է փոխհատուցի պետության տված գումարի եռապատիկը։ Եթե ուսանողը չվերադառնա ու Հայաստանում չաշխատի, գործատուն պետք է փոխհատուցի պետության տված գումարի կրկնապատիկը։ Դա պետական բյուջեի եկամուտ է։ Ու մի պայման էլ վարչապետից։ Պետությունը կհամաֆինանսավորի աշխատանքային առնվազն 2 տարվա փորձ ունեցող աշխատողների ուսումնառությունը։ Համոզված են, նաև այդպես կփակեն, գնում ենք սովորելու ասելով բանակից խուսափելու ճանապարհը։ Բայց երիտասարդության մասին սկսում ենք մոռանալ, որովհետև նորմալ adekvat ձեռնարկությունը շատ հավանական է, որ տաղանդավոր երիտասարդ վերցնի ու արկի սովորելու։ Մեծ Բրիտանիայում, Մոսկվայում բարձրագույն կրթություն ստացած փոխվարչապետը հիշեցնում է տեղական կրթությունը կիսատ թողած վարչապետին, որ Հայաստանում չաշխատելը դեռ չի նշանակում Հայաստանի համար չաշխատել։ Հոլանդիայից ջերմոցն է աշխատում, չգիտեմ, IT ոլորտում ընդհանրապես մի զգալի մասը դրսից են աշխատում։ Առնվազն արդար չի ասել, պետք է վերադառնաս Հայաստանում աշխատելու, եթե Հայաստանում չես ձգտում ապահովել այնպիսի աշխատատեղեր, որոնք կզարգացնեն դրսում ստացած գիտելիքը, ոչ թե կդեգրադացնեն։ Որովհետև այդ երեխան չի գա ժամանակ անցկացնի օֆիսում, որտեղ իր աշխատանքը նշանակում է մեր ստանդարտ ենթադրենք անարդյունավետ ժամանցը աշխատավայրում։ Սա ըստ էության խոստովանություն է այն մասին, որ Փաշինյանի կաբինետի աշխատանքային ստանդարտը անարդյունավետ ժամանցն է աշխատավայրում։ Մեր մեխանիզմից Բայց դա հեչ, ըստ վարչապետի։ 2 տարի թող այդ ընկերությունը աշխատի, աշխատավարձ վճարի, եկամտային հարկ վճարի։ Նրա ասածն է օրենքը, եւ ուրեմն կաբինետը բոլոր ձեռքերով է կողմ։ Ֆեյքերի մի հատ բանկ։ Պետությունը կհամաֆինանսավորի միայն այն ընկերությունների աշխատողների կրթաթոշակը, որոնք առնվազն 2 տարվա հարկ ու տուրք տված կլինեն։ Միայն այս պայմանով։ Արփիս Քեսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Ժամանակ կգնանք, կվերադառնանք մոնիտորինգ կանանք։